Disclaimer. Մինչ սկսելը մի փոքր կարևոր բան։ Այս ալիքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրթական եւ ինֆորմացիոն նպատակներով է։ Ես չեմ տալիս ֆինանսական խորհուրդներ ու չեմ խոստանում որևէ երաշխավորված եկամուտ։ Թրեյդինգը կապված է ռիսկերի հետ, եւ դու կարող ես ինչպես շահել, այնպես էլ կորցնել քո գումարը։ Խնդրում եմ, միշտ արա քո սեփական վերլուծությունը եւ մի ներդրիր գումար, որը չես կարող կորցնել։ Եթե դու նոր ես, սկսիր փոքր քայլերով ու դեմո հաշվից։ Լավ, հիմա անցնենք թեմային։ Բարև բոլորին։ Այսօր մի թեմա ենք սկսում, որը շատ կարևոր է, եթե դու ուզում ես ավելի լուրջ մոտենալ թրեյդինգին։ Խոսքը գնում է ինդիկատորների մասին։ Ինչ են ինդիկատորները, պարզ լեզվով։ Եթե շատ պարզ ասեմ, ինդիկատորները գործիքներ են, որոնք օգնում են քեզ ավելի լավ հասկանալ շուկան։ Դրանք ցույց են տալիս, որտեղ կարող է լինել ուժեղ շարժ, որտեղ շուկան թուլանում է կամ երբ արժե մի քիչ սպասել։ Բայց մի կարևոր բան։ Ինդիկատորը կախարդական կոճակ չի։ Սա ուղղակի օգնող գործիք է։ Եթե ճիշտ օգտագործես, օգնում է։ Եթե ոչ, կարող է խառնել։ Առաջին ինդիկատոր Accelerator Oscillator։ Լավ, սկսենք առաջինից։ Accelerator Oscillator։ Սա ինդիկատոր է, որը ցույց է տալիս շուկայի արագացումը կամ դանդաղումը։ Պարզ ասած, շուկան սկսում է ուժ հավաքել, թե արդեն թուլանում է։ Ինչ ես տեսնում էկրանին։ Սյունակներ, կանաչ եւ կարմիր։ Կանաչ շարժը ուժեղանում է, կարմիր շարժը թուլանում է։ Ինչպես օգտագործել։ Եթե տեսնում ես, որ կանաչ սյունակները շատանում են, կարող է շուկան պատրաստվում է գնալ վերև։ Եթե կարմիրները շատանում են, շարժը կարող է դանդաղել կամ շրջվել։ Բայց կարևոր բան։ Մի օգտագործիր սա մենակ։ Ավելի լավ է համադրել ուրիշ ինդիկատորների հետ։ Երկրորդ ինդիկատոր՝ առուն։ Հաջորդը՝ առուն։ Սա մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Այն ցույց է տալիս շուկայում կա թրենդ, թե ոչ։ Ինչ ես տեսնում։ Երկու գիծ՝ առուն up, առուն down։ Ինչպես հասկանալ։ Եթե առուն up-ը բարձր է, մոտ 100, նշանակում է ուժեղ վերևի թրենդ կա։ Եթե առուն down-ը բարձր է, նշանակում է ներքևի թրենդ է ուժեղ։ Եթե երկուսն էլ ցածր են, շուկան ավելի շատ կանգնած է։ Սա շատ օգտակար է, որ հասկանաս արժե մտնել թրեյդ, թե ոչ։ Երրորդ ինդիկատոր՝ Bear's Power։ Եվ վերջինը այս տեսանյութում՝ Bear's Power։ Սա ցույց է տալիս վաճառողները, բիրերը, ինչքան ուժ ունեն շուկայում։ Ինչ ես տեսնում։ Գծիկներ կամ սյունակներ 0-ի շուրջ։ Ինչպես հասկանալ։ Եթե արժեքը 0-ից ներքև է, վաճառողները ուժեղ են։ Եթե սկսում է բարձրանալ դեպի 0, նշանակում է վաճառողների ուժը թուլանում է։ Սա կարող է օգնել հասկանալ, արդյոք գինը կարող է շուտով փոխել ուղղությունը։ Փոքր, բայց կարևոր միտք։ Եթե դու նոր ես, մի փորձիր միանգամից 10 ինդիկատոր օգտագործել։ Ավելի լավ է վերցնես 1-2, հասկանաս լավ ու հետո նոր ավելացնես։ Եթե քեզ հետաքրքիր է ու ուզում ես, որ ես ցույց տամ, ինչպես եմ ես իրականում օգտագործում այս ինդիկատորները թրեյդի մեջ, մտի իմ Telegram ալիք, բաժանորդագրվի YouTube-ին։ Մենք այնտեղ արդեն հավաքում ենք community, որտեղ միասին սովորում ենք, քննարկում ու փորձում հասկանալ շուկան ավելի խով։ Գրի կոմենտում, որ ինդիկատորի մասին ուզում ես հաջորդը խոսենք։